Իմ հետևորդների համար տեսնենք վաղը բոլորիս ինչպիսի օր է սպասվում, օրվա քարտը 11-րդ ամիս 2025 թվական։ Ինչպիսի օր է մեզ սպասվում վաղը 2025 թվական 11-րդ ամիս և խորհուրդ մեզ։ Վաղը ավելի լավ կլինի, տեսնում եք ինչ լավ քարտ է դուրս եկել, մենք տեսնում ենք բաժակի տակի ամանը, վրան բաժակն է, թեյի գթալը, այստեղ ինչ-որ հետաքրքիր բաներ կա, առամատով և այլն։ Վաղը ես խորհուրդ եմ տալիս զբաղվել ձեզանով, մաքրումներով, նաև սա մաքրման հետ է կապված, եթե ունեք պրոբլեմներ, խոտաբույսերից ինչ-որ բաներ կարող եք պատրաստել ձեզ համար, վերագնահատելով իրավիճակները, նայած մարդու մոտ ինչ իրադարձության հետ է կապված, ոչ մի էմոցիաներ տեսնում եք, էմոցիանել չէ, էներգիա, սա էներգիա, որը որ դուք կարող եք տալ ինչ-որ մեկին, այստեղ ավելի լավ է բալանսի բերեք ձեր էներգիաները, առանց տրվելով, առանց որևիցե էմոցիա տալով ինչ-որ մեկին, պրովոկացիաներին չտրվելով, եւ այստեղ խորհուրդ եմ տալիս ավելի լավ է ինչ-որ մեկին միգուցե հրավիրեք ձեր տուն կամ դուք գնաք ինչ-որ ընկերական շրջապատով ձեզում համարում եք մոտիկ, թեկուզ թեյ խմելու ինչ-որ տեղ, որտեղ կարող եք բավականին լավ ժամանակ անցկացնել, լինել համբերատար, տեսնում եք այստեղ ես ինչ եմ գրել, վերագնահատեք իրավիճակը ձեզ շուրջ, ինչքան էլ փորձեն պրովոկացիա անել, թե տակ է, այսինքն ձեզ կարող են պրովոկացիա անել, չտրվելով պրովոկացիաներին եւ նաեւ այստեղ եթե գալիս է ձեզ, տեսնում եք այստեղ ծայրերը, ֆինանսային եւ այլ իրադարձություններ կարող եք նաեւ աշխատել, почасовой стрелкой ենք, չէ, խառնում, չմտնեք ինչ-որ այլ գործարքների մեջ, որոնք կարող են ձեզ ներքաշել պրովոկացիայի միջոցով եւ լինելով համբերատար իրավիճակը բալանսից փորձելով կառավարել եւ չթողնել, որ իրավիճակը դուրս գա բալանսից, բալանսավորելով ձեր էներգիան եւ վերագնահատեք իրավիճակը, ոչ մի էներգիա չտալով ձեր պրովոկատորներին, ովքեր կարող է փորձեն ձեզ հունից հանել, որպես խորհուրդ եմ տալիս լինել համբերատար, ինչ-որ մի թեթև բան կազմակերպեք այն մարդկանց հետ, ում դուք մոտիկ եք համարում, միգուցե կամ ինքը հրավիրի, կարող է հրավիրել ձեզ իրենց տուն կամ ձեր ընկերները, ավելի շատ եղեք ընկերական շրջապատում կամ ձեր հարազատների հետ, որտեղ կարող եք թեկուզ մեկ գավաթ սուրճ խմել, բայց այդ ամեն ինչը վայելելով սենց, ոչ թե էմոցիաներից դուրս գալով, վերագնահատելով իրավիճակը եւ լինելով մի փոքր համբերատար, որպեսզի իրավիճակները ի օգուտ ձեզ լինի, այսքանը։